Պարոն Խաչատյան, ձեր վերջին հարցին ես պատասխանեմ ոչ թե թվերով, այլ կապելով դա պարոն Մանուկյանի պնդման հետ։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից, որ ասեց դիվերսիֆիկացնում եք Ուկրաինայից դիվերսիֆիկացնեք, ավելի էժան կլինի։ Հաջորդը, ասում է նաև պարոն Մանուկյանն է, էլի չէ, ասում է ինձ տպավորություն էր, որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան պետք է մտնի Իջևանի երկաթգծով։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Ինչպես եւ պարոն Սուքիասյան, խնդրում եմ պարոն Սուքիասյան, մի վայրկյան, պարոն Խաչատյան եւ պարոն Սուքիասյան, լռեք։ Իջևանի երկաթգիծը չի գործում։ Մի վայրկյան, չէ, ես նայում եմ, որ Գեղամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող այս բան երկաթգիծով անհնար է բան ներկրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը ասես քանդել են մետալալում են հանձնել։ Չէ, չեք ուշադիր չեք։ Հաջորդը։ Ասում եք պարոն Խաչատյան, ասում եք մենք կողմ ենք, որ բոլոր կոմունիկացիաները բացվեն միաժամանակյա։ Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլ եթե մինչև այդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ինչ խնդիր կա։ Վատա, հա։ Վատա որ մեր համար ոչ միաժամանակյա, բայց մեր համար բանա բացվում։ Ասում եք, այսպիսի բան եղել է նաև 90-ականին, եղել է, է շատ լավ չի եղել, լավա չի եղել, կուզեիք շարունակվել, բայց միակ կուզեիք չէ շարունակվել, դե համար ոչ թե եկեք, ես զարմանում եմ, ոնց եք դուք հաջողացնում մի հատ պարզ հարցի չպատասխանել, այսենց ինչ-որ բաներ ասել, եկեք ասեք, լավ բան ա եղել, հույս ունենք կշարունակվի, եթե դա է ձեր մտահոգությունը, եթե ասում եք տեսեք 90-ականներին ա եղել, բայց չի շարունակվել, եկեք ասեք շատ լավ բան ա, հուսանք կշարունակվի։ Ու վերջինն է, պարոն Խաչատյան, որ ասում եք, նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին։ Լավ, որ մեջ բերում եք դասականին։ Շատ լավ, բայց մի հատ դուք կողմնորոշվեք, այսինքն Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, դուք գալիս ասում եք, ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ։ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք, ահա, սա նրա պատճառով է, որովհետև նվաճողը սիրում է խաղաղություն։ Այսինքն ձեզ գոհացնելու ձև չկա, հա, ընդհանրապես։ Թե իրականում կա ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, որը ինչպես խոսվում է, կողմը լալով դեմը լալն է։ Իդեպ պարոն Մանուկյանը ասում է, որտեղից է դա հայտնվել, եթե ես ճիշտ գիտեմ, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը հայտնվել է 90-ականների սկզբին, երբ որ Դաշնակցությունը չէր կարողանում ուղիղ ասել, որ ինքը դեմ է անկախությանը, ասում էր մենք կողմ ենք, բայց ու մի 10 հատ փաստարկ էր բերում նրա օգտին, որ Հայաստանը անկախ չպետք է լինի։ Տեղից է ծնունդ առել կողմը լալով դեմ լալ արտահայտությունը, եթե ասեք բերեք ինձ ապացույց, կբերեմ Մարուխյանի հայտարարությունը բյուրոյի ներկայացուցիչ, կբերեմ հայտարարությունը Դաշնակցության մյուս երկու ավանդական կուսակցությունների հետ, որոնք Հայաստանի ժողովրդին կոչ են անում զգույշ լինել եւ խաղաղության համար չպայքարել, ուղիղ չէի մեջ բերում, շնորհակալություն։ Վագն Ալեքսանյան, հանում եք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ